Այսօր մարմարիկցի Տիգրանի ծննդյան տարեդարձն է, լրացավ փոքրիկի 2-ամյակը, բայց նա արդեն 6-րդ օրն է, տանը չէ, ծնողները չունեն հարցի պատասխանը, թե մի քանի րոպեի ընթացքում ուր կարող էր անհետանալ երեխան։ Մարմարիկի բնակիչներին մեծից փոքր, փրկարարներին, ջրասուզակներին, հանրապետության տարբեր վայրերից ժամանած որոնողական աշխատանքներին միացած քաղաքացիներին դեռ չի հաջողվում գտնել 2-ամյա Տիգրանին։ Քիչ առաջ էքստրասենս Սոսե Բաբայանը գրառում է արել, արձագանքելով ողջ հանրության ուշադրությունն ու հույզերն իր վրա սևեռած անհետ կորած փոքրիկ Տիգրանին։ Հարգելի հայրենակիցներ, մեր սիրելի Տիգրանի հայրիկ, մայրիկ, ամեն օր ես զգում եմ երեխային, այնպես չէ, որ հանգիստ նստած ոչ մի բան չեմ անում։ Գետին մոտենալն անհնարին է, 2 տարեկան երեխան մի քիչ քայլի, որ տեսնի շուրջը մարդ չկա, բարձր կլացի ու մեկի ուշադրությունն անպայման կհրավիրի։ Այս վարկածը մի քիչ պարադոքսալ է իմ համար։ Առաջին օրը զգացի հեռու չէ, տարածքում է, ու բայց նորից տարածքից հեռու չի կարող լինել, ու սկսեցի բոլոր մարդկանց եզրակացություններն ուսումնասիրել, որ տեսնեմ յուրաքանչյուրի վերաբերմունքը, որ ճիշտ զգամ։ Ինչքան մոտենում եմ գետին, գետն իմ հետ չի խոսում։ Նորից թերթում եմ ֆեյսբուքյան տարբեր նկարներ։ Իմ թոռնիկը նույնպես 2 տարեկան է, վերցնում է հեռախոսն ու անընդհատ համբուրում Տիգրանին։ Այնքան եմ բարձրաձայն ասել Տիգրան ջան, որ իմ Տիգրանը խոսում ու ուրախանում է լուսանկարից։ Ուզում եմ այս վարկածը առաջ բերեմ։ Մանկական աչքերով նայենք Տիգրանին։ Ես գիշեր-ցերեկ ուրիշ միտք չունեմ, միայն Տիգրանն է։ Մի ամբողջ ազգ անհամբեր սպասում է։ Տեր Աստված գթա մեզ, գրել է նա։ Ավելենք, որ գյուղ է այցելել նաև հայտնի էքստրասենս Վան Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ երեխան ողջ է և շուտով գտնվելու է։ Նա նաև պնդում է 100%-ով հասկացել է, թե ինչ է կատարվել, ու շուտով կկիսվի իր վարկածով։ Վան Հարությունյանի խոսքով ինքը կապ է հաստատել նաև օտարերկրյա էքստրասենսների հետ, տրամադրել է նրանց փոքրիկի լուսանկարները, նաև լուսանկարներ դեպքի վայրից, ու նրանց փոխանցած տեսակետները ինչ-որ չափով համընկնում են իր առաջ քաշած վարկածի հետ։ Գյուղում են նաև հոգեբաններ, ովքեր աշխատանքներ են իրականացնում անհետացած փոքրիկի ընտանիքի, մասնավորապես 4-ամյա քրոջ հետ։ Հոգեբանները դիմում են նաև հանրությանը, խնդրելով, որակումներ տալիս ընտանիքի մասին խոսելիս զգուշավոր լինել, քանի որ չեն ճանաչում նրանց, իսկ դժբախտ դեպքերից ոչ ոք իրեն ապահովագրել չի կարող։ Նշենք, որ մայիսի 4-ին երեխայի անհետացման օրը լուրեր տարածվեցին այն մասին, որ նա ընկել է Մարմարիկ գետը, կավարկած, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել տարել։ Հարցին ունեն թշնամի, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր էդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում այնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլիներ, հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։ Տարածվել էին նաև լուրեր, որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում և հազիվ չոչ էր անում, ու այդ հանգամանքով պայմանավորված բացառում էին երեխայի գետն ընկնելու հանգամանքը։ Սակայն Տիգրանի հորաքույրը մանրամասներ էր պատմել երեխայի մասին, հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները։
Կուզենամ բոլոր լրատվամիջոցները իրենց գրառման մեջ ուղղում կատարեն Տիգրանի չքայլելու վերաբերյալ, որպեսզի գործի հունը ճիշտ ընթանա, որ այն մարդիկ, ովքեր փորձում են օգնել մեր Տիգրանին, ճիշտ ինֆո իմանան, գրել էր նա։ Հորաքրոջ խոսքով Տիգրանը նաև սուր ձայն ունի, եւ եթե ընկներ կամ հասկանար, որ միայնակ է ու լացեր, վստահաբար ձայնը լսելի կլիներ շատերին։ Նշենք, որ մայիսի 9-ի վաղ առավոտից վերսկսել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 263 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ ու կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել է Նարեկ Սարգսյանը։ Երեխայի որոնումների ընթացքում կանգնեցրել են նաև Մարմարիկ գետի հոսքը, հատուկ սարքեր են իջեցրել հատակը նկարահանելու համար։ Քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշի կյանքից զրկելը։ Հավելենք, որ փոքրիկի ծնողները հույս ունեին, որ երեխային կգտնեն մինչև իր ծննդյան տարեդարձը, այնինչ մինչ այժմ Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արդեն մի քանի օր է փրկարարները ստուգում են գետը, գնացել են մինչև Հրազդան։ Ապրեն մեր փրկարարները, ուղղակի ափսոս էդ մատխաշ երեխեն, եթե մի տարիքով մարդ լիներ, երևի այսքան չնեղվեինք։ Գյուղի ժողովուրդը ինչ կարողանում է, ով ինչ գիտի անում է։ Մարդիկ տրամադրություն չունեն, հավաքվում են հոր մոտ, դե կողքը միշտ պետք է մարդ լինի, որ չտրակի, Աստված թող մի հրաշք լինի, էդ երեխան հայտնվի, հենց էսօր էլ իր ծննդյան օրն է, լրագրողների հետ զրույցում նշել էր բնակիչներից մեկը։ Մարմարիկում մեծից փոքր փրկարարների հետ հավասար որոնում են կորած Տիգրանին և հույսով ու հավատով սպասում հրաշքի։ Տիգրանը ողջ է և շուտով գտնվելու է։